ըստ լուրերի դուք էլ հաստատում եք, որ դուք եւս չեք լինելու ԿՊ-ի նախընտրական ցուցակում, ինչու հարցը։ Դուք էլ եք կարծում Հակոբ Արշակյանի նման, որ ամեն ինչ Հայաստանում լավ է, արդեն ժամանակն է, որ դուք էլ զբաղվեք ձեր սիրած գործով։ Ես գիտեմ, որ կան մարդիկ, որոնք չեն ցանկանում հիշել ինչ ա եղել 18 թվականից առաջ, կան մարդիկ, որ իրոք չեն հիշում, դա նորմալ է, մարդու հիշողության հետ կապված, բայց 18 թվականին ես իմ թիմի հետ ենք հիշ մարդկանցից էինք, որ փոփոխություն արեցինք Հայաստանում, որը անհնարին էր թվում։ Եվ այդ ժամանակ կարծում եմ նորմալ եւ օրինաչափ էր, որ ես թիմի հետ այստեղ էի։ 21 թվականին էլի կլինեն մարդիկ, որ չեն համաձայնվի, բայց 21 թվականին ես ներսից իմ թիմի հետ տեսել եմ ինչ է նշանակում, երբ որ դու կանգնած ես պետության ու պետականության կորստի առաջ, իրոք կարող է դուք դա չեք զգացել, եւ ես երջանիկ եմ, որ դուք դա չեք զգացել, ես դա զգացել եմ, ես դա ապրել եմ իմ ընկերների հետ ու ես չգիտեմ, հպարտանում եմ, որ մենք այդ ճգնաժամի միջով անցանք։ Եվ այդ ժամանակ թիմին լքելը նույնպես կլիներ դավաճանություն, ես այդպես եմ կարծում, պետք էր ձիգ կանգնել, որովհետև հարցը ոչ թե քաղաքացիական պայմանագրի կամ իշխանության մեջ էր, հարցը պետության ու պետականության կորստի մեջ էր։ Դրանից հետո ես կարծում եմ, որ հատկապես այս տարի շատ լավ արդյունքների ենք հասել, էլի անհնարին ժանրից թվացող խաղաղության պայմանագրի նախաստորագրում ա եղել։ Ես հպարտանում եմ բոլոր մարդկանցով, ովքեր այդ ճանապարհը կարողացել են անցնել, որովհետև մենք բոլորս այն կարգի կորուստներ ենք ունեցել։ Նարեկ ջան, ձեզանով եմ հպարտանում, որովհետև դուք եք մեր հետ այդ ճանապարհ անցել։ Ով որ անցել ա ու օգուտ ա բերել պետությանը, բոլորով հպարտանում եմ։ Մենք հիմա հասել ենք այն վիճակի, որ պետք է մարդիկ աշխատեն, երջանիկ լինեն, խաղաղ ապրեն։ Հիմա լավ չի, որ այդ վիճակը։ Ես կարծում եմ, որ Հայաստանի համար սկսել են լավ ժամանակներ, մեր պետությունը պետքա ծաղկի, մարդիկ պետքա լավ աշխատեն, այս պահին ուզում եմ գնամ հիմա էլ այնտեղ աշխատեմ, պետությունը ծաղկեցնեմ։ Որտեղ որ աշխատել եմ 18 թվականից առաջ, Ժողովուրդ ջան, ես դպրոցից չեմ հելել եկել ստեղ կամ չգիտեմ, փողոցից եմ եկել։ Ես շատ կեսագրությունից չեք նայում, ես իմ կյանքում 16 տարեկանից սիրելիներս աշխատել եմ 16 տարեկանից մինչև այսօր։ Բացառությամբ մի 2 տարի, որ երեխա եմ ունեցել, չեմ կարողացել։ Ամեն օր աշխատել եմ, հիմա գնում եմ այդտեղ աշխատել։ Մեծ պլաններ ունեմ, լավ ուզում եմ ստեղծագործեմ, ուզում եմ նոր բիզնես պլաններ ունեմ, ուզում եմ Հայաստանի տնտեսությանը օգուտ բերեմ, վատ է։ Կան պատգամները, մի քանի սեզոն եղան գումարում, ավելի ճիշտ եղան պատգամավոր, հիմա գնում են բիզնես դնելու, այսինքն պատգամավոր։ Ես Նարեկ ջան, դուք առաջին անգամ չեք ինձ խայթում, ես 18 թվականից առաջին լսում եմ։ Հիմա ըստ էության պատգամավորի գործ այնպես եկամտաբեր է եւ կարելի է աշխատել, եւ հետո գնալ բիզնես դնել։ Սիրելի Նարեկ, առաջին անգամ չի, որ այդ հարցով դու ինձ խայթում ես։ 18 թվականից առաջ ես աշխատել եմ, բիզնես եմ ունեցել, շատ ավելին եմ վաստակել, քան ազգային ժողովում եմ վաստակում։ Ես օրենքը պահպանող, հարգող պատգամավոր եմ։ Ես երբեք ինձ թույլ չէի տա պատգամավորական գործունեությանը զուգահեռ որևէ գործունեություն ծավալել, որովհետև դա անօրինական է եւ հակասահմանադրական։ Հիմա ես ուզում եմ իմ ընտանիքի համար ավելի լավ ժամանակներ բերեմ։ Ինչ մեղք ունեն իմ երեխաները։ Շարունակելու եք մնալ կուսակցությունում, թե դուրս եք։ Շարունակել եմ կուսակցությունում մնալ, դա ոչ մի բան չի փոխվում, երբ որ իմ ընկերներն իմ կարիքը կզգան, ես նորից կլինեմ իրանց կողքին, ընտրություններին իրանց օգնելու եմ։ 26 թվականի քաղաքացիական պայմանագիրը վստահ եմ, որ հաղթանակ ունենալու եւ լավ հաղթանակ ունենալու։ Ես համարում եմ, որ քաղաքականությունից դուրս կյանք կա, ես տեսել եմ 30 տարվա մեջ ոնց են եկել մարդկանց ժամանակը եւ իրենք չեն գիտակցել, որ ժամանակը եկել է գնալու, պետքա սթափ լինել, պետքա հասկանալ, եթե արել ես այս պահին ուրիշ տեղ ես քեզ տեսնում, պետքա հանգիստ գնաս, չվախենաս։ Կարող է կան մարդիկ, օրինակ 30 տարվա մեջ ես տեսել եմ քաղաքական գործիչների, որոնք կարճել են քաղաքականություն
փողոցից չեն գնացել։ Ես ընկալել եմ, որ այդ մարդը այդտեղից դուրս ոչինչ չի կարում անի։ Բացարձակապես ես սիրում եմ իմ թիմը, ես նույն ձև վերաբերում եմ պարոն Փաշինյանին, ես ոչ մեկից հիասթափված չեմ, ինքը իմ ավակ ընկերն է, կուսակցությունը այն կուսակցությունն է, որի համահիմնադիրներից մեկը ես եմ եղել, ՔՊ-ից ոչ միտեղ չեմ պատրաստում գնալ։ Ամբողջությամբ ինքնակամ։ Բայց դուք միշտ Որովհետև փախուստի արդյոք պատասխանատվությունից, որովհետև առաջիկամ ծանրագույն որոշումներ պետք է կայացվի, խորհրդանում նաև խաղաղության համաձայնագիրը պետք է բերվի եւ Արդեն մի համաձայնագիր եկել է, ես քվեարկել եմ եւ նորից կքվեարկեի, ես կարծում եմ չկա ավելի լավ բան, քան խաղաղ պետության մեջ ապրելու արարելը, կհասցնեմ դեռ մյուս ձեր ասած ինտրիգային բաները քվեարկել նոր գնալ, փախուստ չի, փախուստ կլներ 21 թվականին եւ մենք տեսանք այդ փախուստը։ Նիկոլ Փաշինյանի հետ ձեր որոշման մասին քննարկում ունեցել եք, ինչպես է նա արձագանքում։ Ոչ, պարոն Փաշինյանը մեր ոչ մեկի ազատ կամ արտահայտման վրա ազդեցություն չի ունենում։ Չէ, ազդեցության մասին չեմ ասում, ոնց է արձագանքում։ Բայց տեղեկություններ կա, որ ասել են ովքեր չառաջադրվեն, Ես պարոն Փաշինյանի հետ չեմ խոսել այդ հարցով, պարոն Փաշինյանը երբևիցե, ես չգիտեմ Նարեկ ինչ ինֆորմացիա ունի եւ Նարեկին ոնց են վերաբերվել, երբևիցե իրեն ճանաչած առաջին օրվանից որևէ մի օր ինքը իմ ազատ կամ արտահայտման վրա ազդեցություն չի ունեցել եւ դա չէր կարող լինել։ Զայրանին ասում էր, որ պետք է SMS-ով պետք է հեռանալ խմբակցությունից, դա ազատ կամ Դուք ասում եք ինձ, ես ասում եմ իմ հետ նման բան չի եղել, եթե մարդիկ այնպես են, եթե կան մարդիկ, որոնք ունենում են այնպիսի վարքագիծ եւ հետագիծ, որ լավ չեն ընկալում ինչա կատարվում եւ իրանց պետքա բացատրել ինչա կատարվում, այդ մարդկանց խնդիրն է։ Ես ասում եմ, ես այդ խնդիրը չեմ ունեցել։ Ես միշտ իմացել եմ ինչա պետք անել։ Բայց արդյոք սա չի խոսում այն մասին, որ խնդիրներ այնուամենայնիվ խմբակցությունում կան, որովհետև էլի պատգամավորներ կան, որոնք չեն ցանկանում։ Ես հասկանում եմ, դուք ինչ շատ եք սիրում։ Ուզում եք ես մնամ խորհրդարանում։ Տեսեք, եթե ես չեմ կանգնում այստեղ եւ ճեպազրույց տալիս եւ դա չի նշանակում, որ ես пассив եմ։ Ես իմ հանձնաժողովում իմ ամենօրյա աշխատանքը արել եմ, այն ինչ հասնում է ինձանից ես արել եմ։ Եթե պետքա քաղաքական, ես